Նավթային ու թթվային անձրևներ Թեհրանում, հրթիռների ու բեկորների անձրևներ Թել Ավիվում, մի քիչ էլ Նախիջևանում, խռոված հայտարարություններ ու սրտանց շնորհավորանքներ Բաքվից, Միութենական պետության առաջարկ Բալասանյանից ու հետաձգված Իրան-Ադրբեջան պատերազմ։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք այն թեմաներն են, որոնց շուրջ զրուցելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին և մեր հանդիպումները կդառնան ավելի պարբերական։ Մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքները քննարկվող հարցերի վերաբերյալ։ Մինչ օրվա թեմաները քննարկելը հիշեցնեմ, որ այս նախագիծը որևէ մեկի պատվերը չէ և բնականաբար հաստատուն ֆինանսավորման աղբյուր չունի, այնպես որ եթե որևէ մեկը որևէ կերպ ցանկանա աջակցել, կընդունեմ շնորհակալությամբ։ Իսկ այս փուլում աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես օրվա թեմաներին անդրադառնանք։ Սպանված առաջնորդի որդին դարձավ Իրանի նոր առաջնորդը։ Փորձագետների խորհրդի կողմից այաթոլլահ Սեյյիդ Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ։ Նա նահատակված առաջնորդ այաթոլլահ Սեյյիդ Ալի Խամենեիի որդին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով, վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը պատեհ համարելով բարեկամ Իրանի ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», գրել է Նիկոլ Փաշինյանը։ Իրանի զինված ուժերն արդեն հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին։ Ի դեպ, Իրանի զինված ուժերը, համենայնդեպս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բավական թերահավատորեն էր վերաբերում նախագահ Փեզեշքիանի հայտարարություններին։ Եթե այս փուլը փորձենք իմի բերել, ապա Իրանը կարող ենք ասել հաջողությամբ հաղթահարեց ամերիկա-իսրայելյան հարձակման առաջացրած երկրորդ կարևոր մարտահրավերը։ Առաջինը ռազմականն էր, կանխատեսումներ կային, թե ժամերի ընթացքում կհաջողվի Իրանի ռազմական պոտենցիալը կոտրել։ Իրանը ցույց տվեց, որ 2025 թվականի ամառային պատերազմից դասեր է քաղել ու սկսեց ոչ թե պարզապես դիմադրել, այլ բավական լուրջ հակահարվածներ հասցնել։ Երբ պատերազմի փոշին նստի, չզարմանաք, եթե պարզվի, որ Փիրլ Հարբորից հետո ամենաշատ նյութական կորուստները Ամերիկան կրել է հենց այս իրանական կամպանիայի ժամանակ։ Բայց դեռ չշտապենք արդյունքների մասին խոսել, մանավանդ որ բոլոր մասնակիցները առայժմ խոսում են միայն պատերազմը շարունակելու մասին։ Իսկ երկրորդ մարտահրավերն այն էր, թե արդյոք Իրանին կհաջողվի պահպանել իր քաղաքական կառույցների ամրությունը։ Փորձը ցույց տվեց և ժամանակը ցույց տվեց, որ Իրանը կարողացավ պահպանել իր քաղաքական կարգը, և նոր առաջնորդի ընտրությունը վկայում է դրա մասին։ Իսկ պատերազմը շարունակվում է իր հունով։ Անցած օրերին ավելի շատ Իրանին հասցված հարվածների կադրեր հայտնվեցին համացանցում։ Ընդ որում արդեն ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներն են թիրախավորվել, այլ նաև էներգետիկ, մասնավորապես նավթի վերամշակման, պահեստավորման կամ տեղափոխման հետ կապված ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Այս հարվածների հետևանքները միայն տնտեսական չեն, դրանք կարող են լուրջ սպառնալիք դառնալ նաև առողջապահության և բնապահպանության ոլորտներում։ Իսրայելի կողմից իրանական նավթաբազաներին հասցված հարվածներից հետո Թեհրանում նավթային անձրև է տեղացել, հայտնում է CNN-ի թղթակիցը։ Նրա խոսքով Իրանի մայրաքաղաքի վրա ամպեր են իջել, որոնք կլանել են նավթամթերքի այրման արգասիքները, ինչի արդյունքում թթվային անձրև է տեղացել Իրանի մայրաքաղաքի զգալի մասի վրա։ Լրագրողը տեսանյութ է նկարահանել Թեհրանի շենքերից մեկի տանիքից, որը ծածկված է եղել սև ջրափոսերով։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ հարվածել է Թեհրանում գտնվող 30 նավթային պահեստարանների։ Գիշերային քաղաքի վրա հսկայական բոցեր են նկատվել։ Սա իրանական նավթային պաշարներին հասցված Իսրայելի թերևս ամենաուժեղ հարվածն էր այս պատերազմի ընթացքում։
Զուգահեռ ամերիկա-իսրայելական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Իրանի նավերին, առավել կրճատելով ունեցած նավթի տեղափոխումն ապահովելու նրա առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունները։ Ըստ լրատվամիջոցների մարտի 9-ին իսրայելական ուժերը հարվածել են իրանական 3 նավի։ Այս թեմայից ևս մեկ նորություն, ավելի ճիշտ ևս մեկ բացահայտում Վաշինգտոնին ոչ իրանական դեմոկրատիան է հուզում, ոչ էլ անգամ իրանական հրթիռները։ Խնդիրը հենց իրանական նավթն է, որը Թրամփը ցանկանում է իր անմիջական հսկողության տակ առնել։ Եթե դա ասեի մինչև վենեսուելական դեպքերը լուրջ չէր հնչի, այժմ դա այնքան էլ անհավանական չի։ ԱՄՆ և Իսրայելը քննարկում են իրանական Խարկ կղզու գրավումը, ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները։ Խարկ կղզին գտնվում է Պարսից ծոցում, այնտեղ տեղակայված են նավթի խոշորագույն պահեստարաններ։ Սա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տերմինալ է, որին բաժին է ընկնում իրանական հում նավթի արտահանման շուրջ 90%-ը, գրում են ամերիկյան աղբյուրները։ Միջազգային շուկայում շարունակում են բարձրանալ նավթի գները, դրանք արդեն հատել են 2022 թվականի նավթային ճգնաժամի ցուցանիշները և շարունակում են աճել։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ աճը կշարունակվի։ ԱՄՆ այդ գնաճը կասեցնելու ցանկություն չունի, իսկ ծոցի երկրները, որոնք նման դեպքերում կարողանում էին արտահանման որոշակի ավելացման հաշվին իրավիճակը կարգավորել, այս պահին փաստացի գտնվում են ռազմական գործողությունների գոտում, այնպես որ մնում է սպասել պատերազմի ավարտին, իսկ այն գոնե այս պահին ավարտվելու միտումներ ընդհանրապես չի ցուցաբերում։ Փոխարենը Դուբայում անշարժ գույքն էժանանում է արդեն մոտ մեկ շաբաթ շարունակ, անկումը կազմել է արդեն ավելի քան 20% նախապատերազմյան թվերի հետ համեմատած։ Կարճ ասած, եթե Երևանում դեռ տուն չեք գնել, միշտ ապեք ոտքներդ մի փոքր կաղ գցեք, գուցե կհաջողվի Դուբայում տուն գնել ավելի էժան։ Վերջին օրերին հայ իրականությունը քննարկում էր Ադրբեջան-Իրան պատերազմի հավանականությունը, ավելի ճիշտ քննարկվում էր հեռանկարը, որ Իրանը շատ շուտով հրթիռահար կանի Ադրբեջանի ամբողջ տարածքը։ Այնպես չէ, որ Իրանի ձեռքը բռնում են, որ Ադրբեջանին չհարվածի, բայց եթե անկեղծ ու լուրջ, ապա վերջին օրերի զարգացումներից այն տպավորությունն էր, որ հակառակը Ադրբեջանն է ցանկանում Իրանի հետ իրավիճակը լարել, կամ նրան առնվազն ստիպում են, որ նա նման կեցվածք ընդունի։ Ամեն ինչ սկսվեց մարտի 5-ին Նախճեվանի օդանավակայանի վրա դրոնների հարձակումից։ Բաքվում զարմանալի օպերատիվությամբ որոշեցին, որ դրոններն իրանական են, հարվածողն էլ Իրանն է ու Թեհրանը պետք է պաշտոնական մակարդակով բացատրություններ տա ու ներողություն խնդրի Բաքվից։ Նախիջևանի օդանավակայանը փակվեց, Ադրբեջան-Իրան սահմանային անցակետերը ևս, իսկ հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում Ալիևը այդ գործողությունները քննարկեց և ներկայացրեց որպես ահաբեկչություն Իրանի կողմից։ Անգամ իրանական կողմից միմյանց հաջորդող հերքումները, ժխտումները, թե Իրանը այդ դրոնների հետ ընդհանրապես կապ չունի, Բաքվի հայտարարությունները չմեղմացրեցին։ Դեռ ավելին, Ալիևը հրապարակային ակնարկներ արեց Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների մասին։ Օրեր անց, սակայն, հռետորաբանությունը փոխվեց, իսկ երկուշաբթի մարտի 9-ին վերականգնվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, ընդգծելով, որ վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը։ Գուցե պատահականություն կհամարեք, բայց հենց նույն օրը, գրեթե նույն ժամին, տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ Նախիջևանի օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը սովորական ռեժիմով։ Կարճ ասած, ադրբեջանա-իրանական պատերազմը հետաձգվեց, եթե այն անգամ նախատեսված էր։ Ի դեպ, այս քանի մեջ ամենահետաքրքիրը Նախիջևան հասած դրոնների թեման էր։ Ի վերջո, այդ դրոնները իսկապես եղել են ու ոչ թե պարզապես ընկել են, այլ կոնկրետ կետի հարված են կատարել, բայց դեռ բաց է մնում հարցը, թե դրանք ում են պատկանել։ Իրանը դրանցից հրաժարվում է, այդ դեպքում ումն են դրանք։ Պատմությունն առայժմ
այդ մասին լռում է, բայց սոցցանցերի իրանական հատվածում տեսանյութեր են տարածվել հենց ադրբեջանական աղբյուրների տեսանյութերից դրվագներով, որտեղ ցույց են տրվում կործանված դրոնների որոշ դետալներ, դրանց վրա ադրբեջանական գրություններով։ Սա արդեն իսկական դրախտ է ամենատարբեր դավադրությունների, տեսությունների սիրահարների համար, և որպես այդ հատվածի վերջաբան Իրանի նոր առաջնորդին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահը։ Հետևությունները թողնում եմ ձեզ, մանավանդ որ հետևությունների տարբերակները այնքան էլ շատ չեն։ Իրանում և նրա շուրջ պատերազմի հետևանքով առաջացած միջազգային խառնաշփոթի մեջ հանկարծ հայկական լրատվադաշտի առաջին հորիզոնականում հայտնվեց ոչ ավել ոչ պակաս Վիտալի Բալասանյանը, Արցախի ռազմական, վերջին տարիներին նաև քաղաքական դեմքերից մեկը։ Նորից հրապարակ բերեց Հայաստանը միութենական պետության կազմ տանելու անխուսափելիության հարցը, բնականաբար Ռուսաստանի հետ։ Իշխանությունները, ընդդիմությունը, բոլոր քաղաքական ուժերը սկսել են քարոզարշավ անել։ Մի տեսակ, այս մարդիկ ոնց որ մեր երկրից չեն։ Ես չեմ պատկերացնում այդ քաղաքական ուժերը, համաշխարհային պատերազմը շատ շուտ բանից սկսվել է, հիմա արդեն ֆիքսվել է։ Եվ այդ բոլոր քաղաքական ուժերին եւ ՔՊԻ-ին, գործողության կոչ կանե, արագը մի հատ համախմբվեն, տեսնան այս երկիր ուր են տանում։ Ամոթ է, խայտառակություն է մի խոսքով։ Ես շատ խիստ կասկածում եմ, այստեղ ընտրություններ է լինելու, որտեղ վիճակը միջազգային ընդհանրապես մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ ծայրահեղ վիճակ է։ Այդ խաղաղություններից են խոսում, չգիտեմ ինչերից են խոսում, բայց որևէ փաստաթուղթ չի գործում։ Եվ որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունը խոսում է ինչ-որ մի հատ ստից թղթի կտորի մասին, թղթի կտորի, մի անգամ էլ եմ առնչել, թրիփի ուղի, չգիտեմ, բանը դեմիլիտացիա, դեմարկացիա են անում, հայերենով սահմանազատում, սահմանություն, որ այնքան փաստաթղթերը միջազգային իջիկ դարձել, որ այդ թղթերը ընդհանրապես սրանք ոչ փաստաթուղթ է, ոչ հուշագիր է, մի հատ թղթի կտոր է, Թրամփի կողքին ստորագրած, չգիտեմ Ալմատիում ստորագրած, աշխարհագրությունը աշխարհի փոխվելու է, քարտեզը քաղաքական փոխվելու է, մոտ ժամանակներս։ Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Ավելի քան ասեմ, պարզ եմ ասում, բոլորին պարզ։ Կովկասը դա այս աշխարհակ, դեպի հյուսիս։ Այ մեր քաղաքականությունը պետք է լինի։ Հարավ, Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք, եւ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միությունը։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց հիմա նորից եմ ասում, աշխարհագրությունը փոխվել է։ Քաղաքական քարտեզը արդեն իսկ սահմանազատում, սահմանագծում արած է։ Ես չգիտեմ, այս փուչուր երկրների 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտածել խոսում են, մենք սենց կանենք, մենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը, աշխարհին պարտք չի կարելի, ամոթ է, մի խոսքը փիս ամոթ է։ Ինչպես և սպասելի էր, հայաստանյան քաղաքական դաշտը բավական բուռն արձագանքեց, իշխանական և պրոիշխանական թևը բնականաբար դատապարտեց նման հայտարարությունները։ Այդ ջեպկիրներ միութենական պետություն եք ուզում, խելքներդ հացի հետ եք կերել, եկել Հայաստանում դիրքավորվել եք որպես տրոյական ձիեր և ուզում եք այս պետությունը մատաղանել։ Ջանները ցեցա չէ ընկել, որ հայ տղերքը չեն զոհվում պատերազմում, որ խաղաղություն է։ Ուզում եք այս պետությունը փուռը տաք, որ հայ տղերքը զոհվեն ուրիշների սանձազերծած պատերազմում։ Այ վաշխառուներ, այս պետությունը ուզում եք աճուրդի հանեք մի երկու թուլափայի համար ու ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ շպրտեք ուրիշների ոտքերի տակ։ Էսա ձեր ուզածը։ Դուք խոսալ չգիտեք, չխոսալել չգիտեք։ Չի ստացվելու։ Չեք կարողանալու Հայաստանի ճակատագիրը նետել ուրիշների ոտքերի տակ։ Հայաստանի ինքնիշխանությունը անսակարկելի է, իսկ ձեր ջախջախումը անկասելի է հունիսի 7-ի ընտրություններում։
Հայաստանի Հանրապետության ընդդիմության հիմնական դեմքերը քաղաքավարի լռություն պահպանեցին, եթե անգամ համամիտ ես ընտրություններից առաջ հաստատ չարժի նման ոչ պոպուլյար հայտարարություններ անել։ Հավանաբար սա էր նրանց լռության հիմքում։ Հրապարակային արձագանքողներից մեկը արցախցի պատգամավորն էր Արամայիս Աղաբեկյանը։ Ինչ մի վրա եք տվել Վիտալի Բալասանյանին, ասել է միութենական կազմ պիտի մտնի Հայաստանի Հանրապետությունը։ Մարդը անկեղծ ասել է ինչ որ մտածում է։ Բա դուք ինչ եք ասում։ Ասում եք ինքնիշխան Հայաստան, ինքնիշխանություն, բայց տրիպը համարում եք փրկություն։ Ոնց կարա ուրիշի մուտքը, ուրիշի քաղաքական տնտեսական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության հիմնական աշխարհաքաղաքական դերակատարության ճանապարհի վրա ինքնիշխանության էլեմենտ լինի։ Ասում եք Արցախ, խոսում եք ինչ որ վերադարձի իրավունքի մասին կամ ընդհանրապես ասում եք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Որևէ մեկը կա այդ հիմնական քաղաքական ուժերից, որ վիճարկում է Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը իօգուտ Հայաստանի այն դեպքում, որ այդ տարածքի վրա մեր բոլոր իրավունքները միջազգային իրավունքով երաշխավորված են։ Մարդը անկեղծ ասել է, անկեղծությունը պետք է գնահատվի։ Այս խմորը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կտանի։ Մինչ այդ եւս մեկ լուր արդեն պաշտոնական լրահոսից Փաշինյանը աշխատանքային շաբաթը սկսել է անվտանգության խորհրդի նիստով, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, վարչապետին զեկուցել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին մանրամասները, սոցցանցերում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այսօրվա համար այսքանը։ Իրադարձությունները զարգանում են շատ արագ, դառնալով ավելի ու ավելի անկանխատեսելի, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք